Պարսկաստանը 44 օրվա պատերազմի ժամանակ մեծ խոսած, որ իր համար կարմիր գծեր գոյություն ունեն, բայց ոչ մի քայլ չարեց խոսալուց ենքում։ Երբ որ ամեն ինչ վերջացել էր, փորձեց ինչ-որ հարաբերությունները լավացնել եւ ինչ-որ բաներ ստանալ, հավաստիացումներ Ադրբեջանից։ Հետո տեսանք, որ ոչ մի բան չստացավ այն իմաստով, որ Իսրայելը լրիվ ելք ու մուտք ունի Ադրբեջան, ներառյալ հենց Արցախը գրաված հողերը վերցնելով տեղից սկսեցին իրանց ինչ որ պետք է անել, օդանավակայաններ սարքել, սարերի վրա ինչ որ պետք է դնել եւ այլն, տեղից զենք տանել, հերթախուզական տվյալներ վերցնել, լրտեսներ ուղարկել, спецնազ եւ այլն։ Այս բոլորը արդեն Պարսկաստանում հասկացել են։ Հիմա սա երբ կկարողանան շուր գալ եւ պատասխան տալ, դա արդեն տարբեր հարց։ Որ ռեժիմը կանի դա այս ներկա ռեժիմը մոլայական թե հաջորդ ինչ որ մի բան կլինի, այդ էլ տարբեր հարց։ Ես չեմ կարծում սա մոռացվի ընդհանուր առմամբ։